Ողջույն, մի ծանոթ ունեմ, 6 միլիոն դրամ վարկ էր վերցրել տան վերանորոգման կահավորանքի համար, 8 ամիս անց բանկից գալիս են ստուգելու, թե իրենց տված վարկը ինչ է արել ու զարմանում են, ոչ մի բան տան վրա արված չէ, հարցնում են, ինչ ես արել 6 միլիոն դրամը Գալուս ջան, պատասխանում է, դե բլենդեր եմ գնել, էլեկտրական վառարան, տուգանում են և գնում, համեմատության համար Գալուստից ներողություն եմ խնդրում, բայց այդ ծանոթս շարժվել է Հայաստանի Հանրապետության կառավարության տրամաբանությամբ։ Իշխանության 8-րդ տարում պետական պարտքը հասցնում են 15 միլիարդ դոլարի։ Հարցնում ես, ինչ եք արել, Նիկոլ։ Պարզվում է մենակ բլենդեր։ Օրերս ազգային ժողովում արդարանում էր իր վերցրած պարտքի համար։ Մի հատ էլ մունատ էր գալիս, ճղում էր իրեն, թե պարտքով զենք ենք առել, շատ ենք առել ու միանգամից։ Նաև ասում էր, թե կորոնավիրուսի հաղթահարման համար են շատ վարկ վերցրել։ Հայաստանում ցանկացած մեկ լումա արտաքին պարտք հաստատվում է կառավարության ու ազգային ժողովի նիստերով։ 2012 թվականից սկսած արխիվումս հավաքում եմ Հայաստանի իշխանության վերցրած վարկերի մասին տեղեկատվությունը։ Նիկոլի ելույթից հետո բացեցի այդ ցանկը, որ արդեն մի քանի 100 էջ է, ու սկսեցի ուսումնասիրել։ Այդ մարդն ասում է 7 միլիարդ դոլարի զենք է առել ու կորոնավիրուս հաղթահարել։ Այսօրվա այս թողարկումը կարելի է անվանել 7 միլիարդ դոլարանոց ստերի բացահայտում։ Նախ դուք կորոնավիրուս չեք հաղթահարել։ Հայաստանը այդ վիրուսից ունեցել է հազարավոր զոհեր, համաշխարհային մակարդակով առավելագույն թվով մահեր ու պատճառը ձեր վատ կառավարումն է եղել։ Այո, կորոնավիրուսի ժամանակ վարկեր վերցրել եք, բայց թե ինչի վրա եք իրականում ծախսել, դա եւս կարծում եմ ձեր իշխանության հեռացումից հետո պրոֆեսիոնալ դատախազությունը, հակակոռուպցիոնը կանդրադառնան։ Նաև Սութե Փաշինյանի այն պնդում է, թե պարտքի մեծ մասը կուտակվել է պատերազմի ժամանակ, որովհետև ամեն տարի ավելի քան 1 միլիարդ դոլար կուտակվում է պետական պարտքը։ Եվ այսպես։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը վարկ է վերցրել զենք գնելու համար։ Ուսումնասիրում են վերցրած վարկերի ցանկը։ Պատերազմից 3 ամիս առաջ կորոնավիրուսի օրերին կառավարությունը հաստատել է Արժույթի միջազգային հիմնադրամից 315 միլիոն դոլար վարկ ձեռք բերումը։ Ուղղվելու է բյուջեի պակասուրդին։ Հաշվեմ սրա մի մասը գնացել է կորոնավիրուսին, զուտ նրա համար, որ ֆինանսների նախարարը այդ ժամանակ դիմակով էր զեկուցում։ Կորոնավիրուսի հաղթահարման համար վարկեր էին վերցնում, բայց մեր քաղաքացիների մեծ մասը բուժվել է տանը, սեփական միջոցներով, որոնցից մեկն էլ ես եմ։ Մարդ էր մահանում տանը վիրուսից, չստանալով բուժօգնություն։ Նիկոլը 100 միլիոնավոր դոլարների վարկ էր վերցնում այդ ժամանակ կորոնավիրուսի անվան տակ։ Իսկ թե ինչ էին անում այդ փողերը, ինքը Թորոսյան Արսենը իր բռնված բաց թողնված տեղակալը թող պատասխանեն։ 2020 թվականի հունիսի 24-ին դարձյալ կորոնավիրուսի ժամանակ խորհրդարանը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամից 248 միլիոն դոլար վարկը։ Ինչի մասն էր այն։ Ոչ զենքի, ոչ կորոնավիրուսի, անունը դրել էին տնտեսական հիմնարար կառուցվածքային բարեփոխումներ։ Թե ինչ բարեփոխում են արել, իրենք գիտեն։ Հանրությունը հաստատ իր մաշկի վրա 4 միլիարդ դոլարի ազդեցություն չի զգացել։ Ոչ էլ բարեփոխում է զգում մի 10-15 տարի է։ Իհարկե ԿՊԱ-կան պաշտոնյաները, նրանց հարազատները, շատ դեպքերում ընկերները, խնամի, ծանոթները մաշկի վրա լավ էլ զգում են, բայց դա ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի։ Չգիտեմ էլ Արժույթի միջազգային հիմնադրամը որքանով է հետևել վարկի ծախսման թափանցիկությանը։ Նպատակին ծառայել է, թե չի ծառայել։ 2017 թվականի Նիկոլը օրինակ, որը որպես падգամավոր պետական գաղտնիքի էր տիրապետում, գիտեր ներսում ինչ է կատարվում, ասում էր. Հայաստանին վարկ տվողները կոռուպցիոն փայի մեջ են կառավարության հետ։ Թե այսօր ինչպես է, որովհետև նույն չափի վարկեր են վերցնում, նույն կազմակերպություններից, թող Նիկոլն ինքն ասի։ Շարունակեմ։ Պատերազմի օրերին 2020 թվականի հոկտեմբերի 3-ին Նիկոլի խորհրդարանը հաստատում է վզեբից 18 միլիոն դոլար վարկ։ Անունը դրել են համայնքների զարգացում։ Ժորժան, հոկտեմբերի 13-ին մեզ մոտ պատերազմ էր։ Նիկոլը ամեն օր հանձնելով գալիս է ու հրաժարվում է դադարեցնել պատերազմը։ Այստեղ էլ ասում է՝ տանից վերցրեք, որ մեկը կասկաբան ունի, գնացեք։
Մինչ ուրիշների զավակներին տանում է զոհելու, դիերը լցնում սպայկայի ֆուրերը, այստեղից վերցնում է արտաքին պարտք, չգիտես ինչի համար։ Պատերազմի ժամանակ վարկ, որը կլիներ զենքի մասին, չենք տեսնում եւ վստահաբար չի էլ եղել։ Մենակ չասեք փողը ստացել եք ՔՊԱ-ներին պարգևավճար բաժանելու համար, բայց զենք եք առել։ ՔՊ այդ ձեր դոնորները ստուգումներ են անում, չէ՞։ Հաշվետվություններ են ընդունում, չէ՞։ Ու չեմ էլ կարծում ինչ որ մեկը ձեզ զենքի համար փող է տվել։ Փաշինյանի կառավարությունը պարտքի մեծագույն մասը կուտակել է ոչ թե պատերազմի ժամանակ, այլ դրանից հետո։ Կարծում եմ Բաքվի պարադի կադրերը տեսել եք 2021 թվականին, թե ինչպես է Հայաստանի գերագույն գլխավորը մի քանի միլիարդ դոլարի նախկինում գնված ռազմավար թողել Ադրբեջանին։ Իսկ պատերազմից հետո, որ ասում է զենք եմ առել, ինչ վարկեր է վերցրել բանակը զինելու համար։ Շարունակեմ ուսումնասիրել։ Չեմ հանդիպում ու չեմ հանդիպում նման պայմանավորվածության։ Օրինակ, այսպիսի վարկել է։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 25 միլիոն եվրո են ստացել Երևանի տրանսպորտային ցանցի բարելավման համար։ Վերցել են վարկ, տրանսպորտը թանկացրել են, բայց թե ինչքանով է բարելաված, տեսնում եք։ Կամ նույն վզեբից 30 միլիոն դոլար են վերցրել պետական հատվածի արդիականացման համար։ Էս ինչա։ Պետական հատվածի արդիականացումը հաստատ ռումբեր չեն։ 22.6 միլիոն դոլար վարկ են վերցել 4 ավագ դպրոցի վերանորոգման, դպրոցներում լաբորատորիաներ բացելու համար։ Այդ որ ասում են 300 դպրոց 500 մանկապարտեզ են կառուցում ու դրա 10%-ն են հազիվ կառուցել, մեզ գցել են այսքան վարկերի տակ։ Մի քանի դեպք էլ կա, երբ մեկ օրում սրանք միանգամից 3 հատ վարկ են վերցրել։ Նման մի օր 3 հատ վարկ վերցրել են ու կազմել է 250 միլիոն դոլար։ Ու ձևակերպել են ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը, փողի եւ կապիտալի շուկաների զարգացումը, մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ, աղքատության հաղթարման եւ այլն։ Ինչ աղքատություն է հաղթարված։ Տեսան չեն կարողանում աղքատություն հաղթահարել, մեթոդաբանություն են փոխել ու նախկինում աղքատների մի քանի տոկոս այլևս աղքատ չէ, բայց միայն թղթերով։ Ժորդ վարկ են վերցել, ոչ թե աղքատություն հաղթահարելու համար, այլ ըստ երևույթին հաշվարկի մեթոդաբանությունը փոխելու։ Վզեբից 92 միլիոն դոլար վարկ են վերցրել, անունը դրել են կլիմայի փոփոխության մեղմացման, հարմարվողականության խթանում, հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի խթանում։ Ջորջան, սրանով ինչ են արել, տեղյակ եք։ Վարկ են վերցրել արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացման համար, բայց ելի դատավորի փոխարեն որոշում է կայացնում կառավարության գլուխը։ Ձեր վարկով բարեփոխված արդարադատության դեմքը ուղիղ 2 օր առաջ տեսանք Սամվել Կարապետյանի դատին։ Միանգամից 373 միլիոն վարկ են վերցրել ու ոչ թե զենք են առել, այլ ասֆալտ հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածում 60 կիլոմետր ճանապարհի համար 373 միլիոն եվրո։ Հալալա ձեզ, աչքիս եվրո են փռելու ճանապարհի ամենատակի շերտին, որ ամուր լինի։ Նիկոլն ասում է վարկ են վերցրել, զենք եմ առել։ Կարդում ես թվային ծառայություններ, վարչարարության արտիականացում, համայնքային բարեփոխումներ, բյուջեի դեֆիցիտ, այսպիսի բաներ են։ Ամեն տարի 1 միլիարդ դոլար պարտք են վերցնում, այս կարգի նպատակներով, ինչ զենք։ Դուք զենք առնող էիք, դուք եք ասում զենքն ինչ ենք անում, խաղաղություն է։ Բայց նաև այդ վարկերով ոչ գործարան են բացել, ոչ բարեփոխել են մարդկանց կյանքը, ոչ աղքատություն են վերացրել, ոչ աշխատատեղ են բացել։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն երբ նայում ես ՔՊԱ-ների հայտարարագրերը, ոնց որ հատուկ իրենց ծառայի։ Այսինքն ոչ միայն զենք չի առել, այլև նորմալ ոչ մի բան չի արել։ Բյուջեի դեֆիցիտը փակելու համար վերցրել են պարտք ու կազմակերպել են ֆեստիվալներ, 6 միլիոն դոլարանոց համերգ, 1.5 միլիոն դոլար տվել է, որ ամանորին զարդարվի, Նիկոլի անվան հեծանվարշավ, լողի արշավ ու եսիմ ինչեր են արել։ Այդքան ճոխ աշխատավարձ ու պարգևավճար է տվել թիմին, ամեն բողոքի ակցիա ցրելու համար հատ-հատ, կարմիր, սև բերետավոր, պարեկ, ոստիկան է պարգևատրվել, փող են չէ դրանք, կարճ ասած։
որ Նիկոլ Փաշինյանը ստեր է ասում, որևէ մեկին համոզելու կարիք չկա։ Ուրեմն այս զենք իբր գնելու մասին սուտն էլ հերթականներ։ Այս անգամ այդ սուտը զենքի մասին էր, բայց այնուամենայնիվ ամենակարևոր հարցն է մնում. զենք չես առել, գործարան չես բացել, աղքատություն չես վերացրել, թոշակ չես բարձրացրել, մի տեսանելի նորմալ բան չես արել։ Բա ուր են այդ ձեր վերցրած փողերը։ Հա, եթե այդքան արտաքին պարտքը ուղեիր զենքի գնմանը, հիմա կունենայիր առնվազն ատոմային ռումբ, ոչ թե պուլտով շուն։